Այն ինչ հիմա դուք տեսնում եք Մայքլ Ջեքսոնի թաղման արարողությունն է։ Աշխարհը հրաժեշտ է տալիս փոփ-արքային, բայց հիմա նայեք այնտեղ, որտեղ չեն նայում հյուրերի մեծ մասը։ Նայեք այս շիկահեր կնոջը։ Ուշադրություն դարձրեք նրա կզակին, նրա քթի ձևին, ուշադրություն դարձրեք նրա այտերի վրայի կնճիռներին։ Մեկին մեկ Մայքլ Ջեքսոնն է։ Մամուլն ու ֆաները աղմուկը պայթեցրին։ Ջեքսոնը իրականում կեղծել է սեփական մահը։ Ավելին, նա հենց այստեղ է սեփական թաղման արարողությանը թաքնված շիկահեր կեղծամի ու կնոջ դիմահարդարման տակ։ Իսկ հիմա նայեք այս վիդեոն։ In the last few weeks, a large amount of ugly, malicious information has been released into the media about me. Ձայնի տեմբրը, դիմագծերը, նմանությունը վախեցնող է։ Իսկ հետո մարդիկ տարածեցին ֆոտոներ, վիդեոներ, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես Փարիզում, Դուբայում, աշխարհի տարբեր անկյուններում պատահական փողոցում տեսել են Մայքլ Ջեքսոնին ողջ առողջ։ Արդյոք իսկապես փոփ-արքան կեղծել է սեփական մահը եւ ինչի համար է դա արել։ Արդյոք Ջեքսոնը իսկապես մեղավոր էր ու վտանգավոր էր երեխաների համար, թե նրան պարզապես վարկաբեկեցին ու մեջտեղից վերացրին, որովհետեւ նա սկսել էր խանգարել ինչ-որ մեկին։ Եվ ամենակարևորը, ինչու Ջեքսոնը իր ելույթների ժամանակ մի օր ասաց. «Ես հայ եմ»։ Արդյոք փոփ-արքան իսկապես ուներ հայկական արմատներ։ Հենց հիմա ես ձեզ ցույց կտամ բացառիկ ֆոտոներ, վիդեոներ ու ապացույցներ։ Վիդեոյի ընթացքում կլինեն փոքրիկ գովազդներ, բայց հենց այդ գովազդների շնորհիվ է, որ ես ամեն շաբաթ ձեզ համար նոր վիդեո եմ նկարում։ Դրա համար խնդրում եմ ձեզ զինվել համբերությամբ, չներվայնանալ այդ գովազդներից եւ նայել վիդեոն մինչեւ վերջ։ Սկսեցինք։ Եվ այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ինդիանա, այս փոքրիկ տանը ապրում է 10 երեխա, որոնցից մեկը հենց ինքը Մայքլն էր։ Մայքլ Ջեքսոնի հայրը Ջո Ջեքսոնը երիտասարդ տարիներին փորձել է դառնալ երաժիշտ, բայց նրա երաժշտական երազանքը այդպես էլ երազանք էր մնացել, նա ուղղակի ձախողվել էր այդ ասպարեզում։ Ու դրա համար էլ, ինչպես ընդունված սցենարում է լինում, որոշել էր իր մանկական չստացված երազանքը իրականացնել երեխաների միջոցով, ու հենց այդ պատճառով էլ ստեղծել էր իր 5 տղաներից, որոնց թվում էր նաև Մայքլ Ջեքսոնը, խումբ, երաժշտական խումբ, որը հետագայում աշխարհը իմանալու է Jackson 5 անունով։ Քչերն են խոսում սրա մասին, բայց Ջեքսոնի հայրը իրականում այո եղել է այն մարդը, որ օգնել է Ջեքսոնին սկսել իր երաժշտական ճանապարհը, բայց միևնույն ժամանակ եղել է չափազանց դաժան ու խիստ մարդ։ Նրա ձեռքի տակ միշտ եղել է կաշվե գոտի։ Տղաները հետագայում կհիշեն, թե ինչքան մեծ վախի մեջ են ապրել ու ինչպես են թաքնվել մահճակալների տակ ամեն անգամ, երբ հայրը գալիս էր տուն վատ տրամադրությամբ։ I wouldn't want to look in the mirror. Really? And my father teased me, and I just hated it. I cried every day because of it. Your father would tease you about your Yes, pimples? he would tell me I'm ugly. Your father would say Yes, that? he would. Sorry, Joseph. Մայքլ Ջեքսոնը իր հարցազրույցներից մեկի ժամանակ անգամ խոստովանել է, որ շատ հաճախ փսխում էր բառի բուն իմաստով հորը տեսնելուց առաջ, որովհետև այնքան էր լարվում ու վախենում, որ պարզապես չէր կարողանում սնունդը իր ներսում պահել։ How often would he beat you? Too much. Would he only use a belt? Մյուս հետաքրքիր փաստը, որի մասին քչերը երևի թե գիտեն, որ Ջեքսոնը եղել է Եհովայի վկա մինչև երևի թե կյանքի համարյա թե վերջին տարիները, որովհետև Ջեքսոնի մայրը Եհովայի վկա էր եւ երեխաներին եւս տարել էր այդ եկեղեցի։ Պարզվում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ջեքսոնը արդեն արել էր իր հայտնի հիթերը եւ իսկապես արդեն համաշխարհային աստղ էր համարվում, քանի որ նա Եհովայի վկաների անդամ էր, նա ըստ իրենց կրոնի պարտավոր էր շաբաթ օրերը անցնել դռնեդուռ եւ Եհովայի խոսքը ավետեր մարդկանց։ Ջեքսոնը դա անելու համար կրում էր կեղծամ ու կեղծ մորուք, որպեսզի ոչ ոք նրան չճանաչի։ Պատկերացնում եք
Դժվար է այսպիսի պատկերը առհասարակ գլխում տեղավորել։ Եվ ահա դաժան ու ման եկող բազմաթիվ սիրուհիներ ունեցող հոր եւ Եհովայի վկա մոր արանքում գտնվում էր երաժշտությունը ու բեմը, որտեղ էլ փոքր Մայքլը գտնում էր իր միակ ազատությունը։ Դա հենց այնտեղն էր, որտեղ ինքը կարողանում էր իսկապես իրեն ազատ զգալ։ Բայց մի կարևոր բան էլ Մայքլը հետագայում իր հարցազրույցներից մեկի ժամանակ բացահայտել է մի հետաքրքիր գաղտնիք իր հոր մասին, որը նաև բացատրում է, թե ինչու հետագայում Փոփ արքան այդքան նպատակադրված փորձում էր փոխել իր արտաքին տեսքը։ Հարցազրույցների ժամանակ Ջեքսոնին հաճախ էին հարցնում, թե ինչու է ինքը անընդհատ վիրահատություններ անում ու փոխում իր արտաքինը։ Ջեքսոնը սովորաբար լղոզված պատասխաններ էր տալիս, բայց ահա հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանում է ու անկեղծ ասում է, որպեսզի հայրս վերջապես համարի ինձ գեղեցիկ։ Որտեղից էր գալիս այդ կոմպլեքսը։ Պարզվում է, որ ավելի փոքր տարիքում Մայքլը իր եղբայրների համեմատ ավելի ոչ այդքան արտահայտված արտաքին տեսք է ունեցել։ Որոշակի տարիքում էլ դեռահասության ակնե է ունեցել եւ բավականին լայն քիթ է ունեցել ու այս ամբողջ ընթացքում հայրը անընդհատ կրկնել է, որ ինքը չափազանց տգեղ է ու պետք է երջանիկ լինի, որ անգամ հայտնվում է բեմի վրա։ Եվ այս կոմպլեքսը խորը նստել էր Մայքլի մեջ ու փոխելով սեփական արտաքինը եւ անելով բազմաթիվ վիրահատություններ, Մայքլը ուզում էր հասնել իր մանկության երազանքին, որպեսզի հոր աչքերում վերջապես լիներ գեղեցիկ։ Ջեքսոնը սկսում է երգել եղբայրների հետ։ Jackson 5-ը կարճ ժամանակում դառնում է իսկական սուպեր սթար։ Բայց եթե նայեք նրանց արխիվային վիդեոները, մի տարօրինակ հետաքրքիր բան կնկատեք։ Բոլոր 4 եղբայրները հիանալի էին, բայց տեսախցիկները անընդհատ որսում էին նրանցից հատկապես մեկին, կենտրոնում կանգնած փոքր տղային, Մայքլին։ Մայքլը այս ժամանակ արդեն ունիկալ էր, եւ պարզ էր, որ այս ունիկալ տաղանդ ունեցող տղան երկար ժամանակ չի մնալու խմբի ներսում եւ վաղ թե ուշ դառնալու է անհատական աստղ։ Պետք է նշել հատկապես 2 իրադարձություն, որ տեղի են ունենում Ջեքսոնի երաժշտական կարիերայում։ Դա 1979 թվականին արդեն Քվինսի Ջոնսի հետ որպես առանձին երգիչ ստեղծած Off the Wall ալբոմն էր, որը որպես այդպիսին դառնում է Մայքլ Ջեքսոն արտիստի առաջին ալբոմը եւ այն իսկապես բում է անում, որովհետեւ գրեթե բոլոր երգերը դառնում են հիթ։ Իսկ 1982 թվականին լինում է ոչ միայն Մայքլ Ջեքսոնի երաժշտական կարիերայի, այլ երևի թե ժամանակակից փոփ երաժշտության եւ առհասարակ երաժշտության ֆենոմենը։ Լույս է տեսնում Thriller ալբոմը։ Այս ալբոմը գնել է 40 միլիոնից ավել մարդ, որպեսզի հասկանաք մասշտաբը, ու մինչև այսօր էլ համարվում է ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը, որի ռեկորդը չի կարողացել ոչ ոք գերազանցել։ Բայց այս этаպում Մայքլ Ջեքսոնը դեռևս ուղղակի երգիչ էր, երգիչ, որին բոլորը ճանաչում էին ու բոլորը սիրում էին։ 1983 թվականի մարտի 25-ին տեղի է ունենում մի ֆենոմենալ դեպք, որից հետո Ջեքսոնը դառնում է իսկական աստված մարդկանց համար։ Նա արել է բոթաքս ու ֆիլերներ։ Նա էլ է արել բոթաքս ու ֆիլերներ։ Զգում եք տարբերությունը։ Բոթաքսը, ֆիլերները եւ էսթետիկ պրոցեդուրաները իսկական նվեր են մեր կանանց համար, ովքեր ուզում են երկար գեղեցիկ մնալ, բայց դրանք նվեր են միայն պրոֆեսիոնալների ձեռքում։ Վատ մասնագետի դեպքում դրանք իսկական չարիքի են վերածվում։ Եթե Լոս Անջելեսում ուզում եք բոթոքս, ֆիլերներ կամ դեմքի մաշկի հետ կապված որևէ պրոցեդուրա անել, գնացեք Զավանտ էսթետիկս։ Այստեղի մասնագետները ոչ թե ձեր տարիքի համար անբնական երիտասարդ տեսք են ձեզ տալիս, այլ անում են գրագետ աշխատանք, որպեսզի դուք պահպանեք ձեր նույն դեմքը, բայց շատ ավելի գեղեցկացած, թարմացած ու խնամված լինեք։ 1983 թվականի մարտի 25-ին Փասադենայի, այս վայրը հատուկ եմ նշում, որովհետև ես հենց այդ շինության կողքին եմ ապրում, Փասադենայի մշակութային կենտրոնի դահլիճում Motown Records ընկերությունը, որի հովանավորության տակ երկար տարիներ աշխատել էր Jackson 5
խումբը նշում է իր 25-ամյակը եւ բնականաբար որոշում է հրավիրել նաեւ Մայքլ Ջեքսոնին որպես Jackson 5-ի նախկին անդամ եւ խնդրում է կատարել Motown-ի հովանավորությամբ ստեղծված երգերից մեկը։ Ջեքսոնը երկար ժամանակ հրաժարվում էր ներկա լինել այս իրադարձությանը, որովհետեւ նա արդեն հրապարակել էր իր հայտնի Thriller ալբոմը ու նորից հետ գնալ դեպի Jackson 5 չէր ուզում ասոցացվել նորից իր եղբայրների ու եղբայրական խմբի հետ։ Բայց քանի որ Motown Records-ը շատ է խնդրում, Ջեքսոնը համաձայնվում է, բայց մի պայմանով։ Ջեքսոնն ասում է, որ այս երեկոյի ժամանակ նա չի կատարելու հին երգերից մեկը, այլ կատարելու է իր նոր երգը, որը կոչվում է Billie Jean։ Սա չլսված էր, որովհետև Motown Records-ը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել, որ իր հոբելյանական երեկոյի ընթացքում հնչի բոլորովին այլ ընկերության պրոդյուսինգով ստեղծված կատարում, բայց քանի որ Ջեքսոնի ներկայությունը շատ կարևոր էր իրենց համար, նրանք համաձայնում են։ Եվ հենց այդ երեկո տեղի է ունենում մի ֆենոմենալ իրադարձություն, որին հեռուստացույցով հետևում էր 47 միլիոն մարդ, իսկ դահլիճում դրան հետևում էր 3000 մարդ։ Բեմ դուրս է գալիս Մայքլ Ջեքսոնը եւ ինչ է տեղի ունենում։ Ընդամենը 2.5 վայրկյան։ Ջեքսոնը սահեցնելով ոտքերը գետնին անում է սահուն քայլ դեպի հետ։ Եվ հենց այդ պահին բեմի վրա ծնվում է հայտնի Moonwalk-ը, լուսնային քայլվածքը, որը կարծում եմ բոլորը գիտեն աշխարհում։ Դահլիճը ուղղակի շոկի մեջ էր։ 3000 մարդ ոտքի է կանգնում եւ սկսում է բարձր ծափահարել Ջեքսոնի ելույթին։ Շոկի մեջ էին նույնիսկ նրա եղբայրները, որոնք պատկերացում չունեն, թե ինչ համար է նախապատրաստել Ջեքսոնը։ Բայց հետաքրքիր մի փաստ։ Շատերը երկար ժամանակ մտածել են, որ այս լուսնային քայլվածքը հորինել է հենց ինքը Ջեքսոնը, բայց պարզվում է, որ սա պարային շարժում է, որը Ջեքսոնը գումար էր տվել մի ճամփորդող պարողի եւ խնդրել էր, որպեսզի իրեն սովորեցնի, որովհետեւ նա նկատել էր, որ այս պարողը անում է այս շարժումը, հավանել էր այն եւ ուզում էր կրկնօրինակել։ Սա Ջեքսոնն էր, երբ ամեն ինչ նոր էր սկսվում։ Աֆրո սանրվածք, լայն քիթ ու մուկ մաշկ։ Հետո քիթը փոքրանում է, հետո էլի է փոքրանում, հետո էլի է փոքրանում, հետո դիմագծերն են փոխվում, իսկ հետո նաև մաշկի գույնն է փոխվում։ Ջեքսոնի կերպարանափոխությունը երկար ժամանակ եղել է քննարկման առարկա, որովհետև անթիվ անհամար վիրահատությունները, որ արել է Ջեքսոնը, ուղղակի հնարավոր չէ հաշվել ու դրանց հետևից գնալ։ Բայց ինչից ամեն ինչ սկսվեց։ Ինչու Ջեքսոնը արեց իր ամենաառաջին վիրահատությունը։ Սրա մասին եւս քչերն են խոսում։ Ամեն ինչ սկսվեց 1979 թվականին։ Փորձերից մեկի ժամանակ Մայքլը պատահաբար ընկնում է բեմին եւ վնասում է իր քիթը ու բնականաբար անհրաժեշտություն է առաջանում վիրահատության։ Վիրահատությունը անցնում է շատ բարդ, բայց իհարկե բժշկական նպատակով է արվում, ոչ թե պլաստիկայի, բայց բնականաբար վիրահատության արդյունքում փոխվում է նաեւ քթի տեսքը, որովհետեւ ուղղվում է ոսկորը եւ որոշակի շտկումներ են արվում։ Երբ որ Մայքլը վերադառնում է տուն, հանում է վիրակապը եւ իրեն նայում է հայլու մեջ, տեղի է ունենում իր համար անհավանական մի բան։ Ինքը հավանում է իր նոր տեսքը, որովհետև վերջապես հայլու մեջ չէր տեսնում այն այլանդակ իր համար, այլանդակ ու տգեղ քիթը, որի համար հայրը ամբողջ մանկություն ծաղրել է իրեն։ Եվ ցավը վիրահատությունից հետո շատ ուժեղ էր, բայց հաճույքը եւ երջանկությունը չտեսնել այն քիթը, որը որ հիշեցնում էր մանկության տրավման, շատ ավելի մեծ էր։ Ու հենց այդտեղից է սկսվում Ջեքսոնի ճանապարհը դեպի վիրահատական սեղանը։ Վիրահատությունները շարունակվում են մեկը մյուսի հետևից ու գալիս է մի պահ, երբ որ նույնիսկ արդեն թիվը հնարավոր չի լինում պահել, որովհետև Ջեքսոնը արդեն հայտնի էր եւ նա չէր ուզում, որ որևէ բժիշկ հիմնական իր բժիշկը լինի եւ օրերից մի օր ասի, թե ինքը հստակ թվով քանի վիրահատություն է ունեցել ու դրա համար էլ անընդհատ փոփոխում էր բժիշկներին։
Բայց այս նույն ընթացքում Ջեքսոնի արտաքինի մեջ սկսում է փոխվել եւս մի բան։ Նրան բեմում սկսում են նկատել օրինակ մի ձեռնոցով, որը այո այկոնիկ, շատ կերպարային ու շատ այցեքարտային է Ջեքսոնի համար, բայց ակնհայտորեն նաև այդ ընթացքում ինչ-որ բան թաքցնում էր։ Իսկ թաքցնում էր ձեռնոցը այն, որ Ջեքսոնի մաշկի վրա սկսում են հայտնվել սպիտակ լաքաներ։ Այդ լաքաները առաջանում էին աուտոիմուն հիվանդության պատճառով, որը կոչվում էր վիտիլիգո։ Դա հիվանդություն է, որի ժամանակ պիգմենտ արտադրող բջիջներին ոչնչացնում է հենց քո սեփական օրգանիզմը եւ մաշկը սկսում է պիգմենտ չարտադրել։ Ու դրա հետևանքով էլ Մայքլի մարմնի վրա այդ սպիտակ ճերմակ լաքաները սկսում են ել ավելի շատանալ։ Ու դա է լինում պատճառը, որ հետագայում Մայքլը որոշակի միջամտությունների արդյունքում նաև հասնում է նրան, որ մաշկը լիովին բացանում է։ Հետաքրքիր է, որ սրա մասին հայտնի է դառնում շատ ավելի ուշ, հայտնի է դառնում Մայքլի ավելի ուշ հարցազրույցների արդյունքում, հայտնի է դառնում բժշկի դրած դիագնոզի հրապարակման արդյունքում ու նույնիսկ երբ որ Մայքլը հեռանում է արդեն կյանքից, մահանում է, ասում են, որ լինում է հատուկ հետ մահու բժշկական ախտորոշում, որը հաստատում է, որ Ջեքսոնը ունեցել է այս աուտոիմուն հիվանդությունը։ Բայց հետաքրքիրն այն է, որ մինչև այսօր էլ այս հիվանդության վրա համարյա ոչ ոք ուշադրություն չի դարձնում եւ մինչեւ այսօր էլ մարդկանց մեծ մասը, համենայն դեպս ֆանատների մեծ մասը համոզված է, որ ինչ որ պահից սկսած Ջեքսոնը որոշեց պարզապես փոխել իր մաշկի գույնը ինքնակամ։ Ինչու, որովհետեւ Ջեքսոնը առհասարակ դեմ էր ռասայական խտրականությանը ու իր ամբողջ կյանքի ընթացքում ինքը այնքան էր լսել սև կամ սպիտակ լինելու մասին, որ պարզապես երազում էր ստեղծել երաժշտություն, որը կսիրեն ոչ միայն սևականները, այլ նաև սպիտակները, անկախ ռասայից, անկախ գույնից, անկախ ազգությունից, ինչն էլ եւ անում է Ջեքսոնը եւ դրանով էլ դառնում է ֆենոմենալ։ Բայց շատերի կարծիքով Ջեքսոնը նույնը անում է նաև իր արտաքինի հետ եւ սևական արտիստ լինելու ու մնալու վախից դրդված Ջեքսոնը փոխում է նաև իր սեփական մաշկի գույնը։ Բայց փաստերը բոլորովին այլ բան են ասում, որ սա եղել է ոչ թե քմահաճույք, այլ եղել է հիվանդության արդյունք։ Մայքլ Ջեքսոնը իր կյանքի ընթացքում պաշտոնապես ամուսնացած է եղել 2 անգամ։ Նրա առաջին կինը եղել է Էլվիս Փրեսլիի դուստրը, Լիզա Փրեսլին, իսկ նրա երկրորդ կինը եղել է բուժքույր Դեբի Ռոուն, ոչնչով հայտնի կին, որը սակայն լույսաշխարհ է բերել նրա համար իր 2 երեխաներին։ Դրանից հետո Ջեքսոնը որպես այդպեսին ոչ մի հրապարակային հարաբերություն չի ունեցել։ Ինչ որ մի պահից սկսած Մայքլ Ջեքսոնը հասկանում է, որ ինքը դադարում է լինել երգիչ, եւ հիմա ինքը ունի մեկ այլ առաքելություն՝ դառնալ փրկիչ, դառնալ քարոզող ու դառնալ մարգարե։ Ու բառի բուն իմաստով սա տեղի է ունենում 1991 թվականին, երբ աշխարհը տեսնում է Ջեքսոնի Black and White տեսահոլովակը։ Սա իրականում Ջեքսոնի պորտկումն էր ընդդեմ ռասայական վանդակը, որովհետև սա մարդ էր, ով իր ամբողջ կյանքի ընթացքում լսել էր կամ որ իր մաշկը չափազանց մուգ է, կամ որ իր մաշկը չափազանց բացանում է։ Եվ այս տեսահոլովակը իսկապես հեղափոխական էր նաև նրանով, որ Ջեքսոնը վերջնականապես դառնում է փոփարքա ոչ միայն սևականների շրջանում, այլ առհասարակ դառնում է համաշխարհային սուպերստար ու երևի թե մինչև այսօր էլ Ջեքսոնի ֆենոմենը գերազանցած աստղ չկա եւ կարծում եմ դժվար էլ թե լինի։ Եվս մի բում լինում է Ջեքսոնի կարիերայում նրա թրիլեր տեսահոլովակը։ Այս տեսահոլովակը, բայց հետաքրքիր է նաև նրանով, որ դառնում է կոնֆլիկտի պատճառ Մայքլի եւ այն եկեղեցու միջև, որի հետևորդներ ինքը Եհովայի վկաների։ Ինչու, որովհետև երբ որ Եհովայի վկաների անդամները տեսնում են թրիլեր տեսահոլովակը, որտեղ Ջեքսոնը վերածվում է զոմբիի ու ապարում է նրանց հետ, սա դառնում է իսկական շոկ ու սենսացիա, որովհետև սա նրանց աչքերում սատանայական ակտ էր։ Ու
Ասում են նաև, որ նույնիսկ այս տեսահոլովակից հետո Եհովայի վկաները պահանջել են Ջեքսոնից այլևս չկատարել թրիլեր ստեղծագործությունը եւ այլևս ոչ միտեղ ցույց չտալ այս տեսահոլովակը, բայց իհարկե պատմությունների մի մասը ասում են, որ Ջեքսոնը սկզբում համաձայնել է, մյուսները ասում են, որ ի սկզբանե մերժել է այս առաջարկը, այս խնդրանքը ու դրա պատճառով էլ վերջնականապես դադարել է լինել Եհովայի վկա ու ասում են, որ սրանից հետո նաև խզվել են Ջեքսոնի եւ նրա մոր հարաբերությունները, որովհետեւ մայրը մինչև կյանքի վերջ մնացել է Եհովայի վկա եւ բնականաբար նրա համար եւս Ջեքսոնի արածները անընդունելի էին եւ չար ու մութ աշխարհից էին գալիս։ Թրիլերից հետո գալիս է Bad-ը, Bad-ից հետո գալիս է Dangerous-ը ու կամաց ամեն տեսահոլովակի ու ամեն երգի հետ իսկապես Ջեքսոնը սովորական փոփ արքայից եւ սուպերստարից վերածվում է իսկական միսիայի ու նրա մեսիջը դառնում է մեկը։ Մենք սպանում ենք մեր աշխարհը, մենք սպանում ենք մեր երեխաներին ու մենք կարող ենք սիրով փրկել աշխարհը ու ավելի լավ աշխարհ տալ մեր երեխաներին ու մեր հաջորդ սերունդներին։ Բայց պարադոքսալ մի բան, հենց այս սերը երեխաների նկատմամբ դառնում է այն գլխավոր զենքը, որը սպանում է Ջեքսոնին։ Դուք հավանաբար լսել եք աղմուկը այն մասին, որ Ջեքսոնին մեղադրում էին երեխաների ու անչափահասների նկատմամբ սեռական բռնություն ու ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Ու հավանաբար տեսել եք նաև այս կադրերը, որտեղ նա երեխային հանում է պատուհանից դուրս ու տարօրինակ շարժումներ է անում։ Ու հավանաբար տեսել եք նաև այս տղային Մագլեյ Կալկինին, ով բոլորիս հայտնի է տանը մենակ ֆիլմով ու նույնիսկ պատմում էին, որ Ջեքսոնը սեռական բռնության է ենթարկել Կալկինին, երբ նա եղել է փոքր ու նկարահանվել է իր Black or White տեսահոլովակում։ Իսկ հիմա ես ցույց եմ տալիս մի տուն, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել այս մութ պատմությունը ու վերջապես ձեզ պատմելու եմ պատմություններ ու դուք ինքներդ այդ պատմությունների բոլոր կողմերը հասկանալով կկարողանաք անել ձեր եզրակացությունները վերջապես։ Մեղավոր էր Ջեքսոնը, թե որևէ մեկին խանգարում էր ու նրան վարկաբեկելով փորձեցին հանել արանքից։ Հիմա դուք տեսնելու եք բացառիկ կադրեր։ Ուշադրություն։ 2000 ամուսնացած տղամարդու հարցնում են, իսկ դուք համարում եք ձեզ երջանիկ։ Այո պատասխանածների 80%-ին միավորում է մի բան, որ նրանք ամեն շաբաթ անում են իրենց կնոջ հետ։ Եվ գիտեք դա ինչն է, երկուսով առանց երեխաների գնում են ժամադրության։ Ուրեմն հիմա վերցնում եք հեռախոսը, մտնում եք Veranda Lounge-ի Instagram-ի էջ, տեսնում եք թե որ օրը սիրուն երաշտական երեկո ունեն, վերցնում եք ձեր ամուսնուն ու գնում եք ժամադրության, որ ձեր ամուսնությունից ինքն էլ գոհ ու երջանիկ լինի։ Իդեպ որ գնում ես Վերանդա, մի տեսակ ոնց որ Երևան գնաս առանց ինքնաթիռ նստելու ու զգաս Երևանի շունչը։ 1988 թվականին Մայքլ Ջեքսոնը Կալիֆոռնիայում գնում է 2700 ակր մեծությամբ տարածք։ Այս տարածքում կառուցում է իր առանձնատունը եւ նաեւ բառի բուն իմաստով ատրակցիոնների պարկ, որտեղ կար ամեն ինչ, կար ջրաշխարհ, կար կենդանաբանական այգի, կարուսելներ, մի խոսքով երեխաների համար իսկական հրաշքների աշխարհ էր։ Եվ այս վայրի անունը Ջեքսոնը դնում է Neverland, Փիթեր Փենի պատմության պատվին։ Ու այս անունը դառնում է իսկական չարաբաստիկ անուն առհասարակ վերջին տարիների պատմության համար։ Michael Jackson. Jackson's for Jackson. Jackson's. Ինչ է տեղի ունենում։ Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, որովհետև Ջեքսոնը անընդհատ օգնում էր հիվանդ երեխաներին եւ ստեղծելով այս Neverland-ը նա կարծես փորձում էր այս օգնությունը շատ ավելի կրկնապատկել եւ բազմապատկել։ Նա հիմնականում հրավիրում էր երեխաների, որոնք ունեին ծանր հիվանդություններ, բուժվում էին կամ էլ սոցիալապես անապահով ընտանիքներից էին։ Ջեքսոնը ոչ միայն ֆինանսավորում էր այս երեխաների բուժումը եւ որոշակի սոցիալական օգնություն էր նրանց տալիս, այլ նաեւ փորձում էր նրանց համար ստեղծել մանկություն, որը նրանք կամ չեն ունեցել կամ երբևէ նույնիսկ չեն ունենա։ Այստեղ երեխաները ժամանակ էին անցկացնում, նույնիսկ բառի բուն իմաստով քանդում էին Ջեքսոնի
տունը, բայց նրանց ամեն ինչ թույլատրված էր, որովհետև սա երեխաների իսկապես հրաշքների աշխարհը պետք է լիներ։ Բայց կամաց մարդիկ սկսում են տարօրինակություններ տեսնել այս երևույթի մեջ, որովհետև հասուն տղամարդը, որը հատուկ տարածք է ստեղծում եւ այդ տարածքը սկսում է հրավիրել անչափահաս երեխաների, իսկ հետո առհասարակ պայթում է իսկական ռումբ այն մասին, որ Ջեքսոնը այս երեխաներից շատերին հրավիրում է անգամ սեփական ննջասենյակ եւ քնում է այդ երեխաների հետ նույն մահճակալում, մեղմ ասած տարօրինակ էր։ Եվ երբ է պայթում իսկական ռումբը։ Ամեն ինչ սկսում է Ջորդան Չենդլեր անունով տղայից 1993 թվականին։ Տղան 13 տարեկան էր։ Նա ապրում էր իր մոր եւ խորթ հոր հետ։ Կենսաբանական հոր հետ որևէ շփում չուներ։ Մայքլը երեխայի խորթ հոր ընկերությունից վարձակալում էր ավտոմեքենաներ եւ ահա շատ պատահաբար նա ծանոթանում է փոքրիկ տղայի հետ, հավանում է այս տղային եւ հրավիրում է նրան իր Neverland ժամանակ անցկացնելու։ Ու այդպես Ջորդանը դառնում է Neverland-ի մշտական այցելուներից մեկը եւ Մայքլի մտերիմ կրտսեր ընկերներից մեկը։ Ինչը տեղի ունենում, կենսաբանական հայրը, որը մինչ այդ որևէ շփում եւ առնչություն չուներ իր տղայի հետ, իմանալով, որ իր տղան դարձել է փոփ արքայի ամենասիրած ընկերներից մեկը, որոշում է հիշել իր հայրության մասին ու վերականգնել հարաբերությունները։ Ջորդանի հայրը լինում է նախկին ատամնաբույժ եւ նաեւ սցենարիստ, որը այդպես էլ չէր հաջողել, ձախողված էր եւ չէր կարողացել ոչինչ դառնալ Հոլիվուդում։ Եվ օրերից մի օր Էվանը Ջորդանի հայրը գալիս է Ջեքսոնի մոտ եւ նրանից խնդրում է $23 միլիոն, որպեսզի կարողանա իր գրած պատմվածքներից մեկը էկրանավորի։ Բնականաբար Ջեքսոնի համար սա անընդունելի խնդրանք էր եւ նա չի համաձայնում տալ այդ ահռելի գումարը։ Ասում են, որ Ջորդանը հետո այս գինը իջեցնում է 15 միլիոնի, մի խոսքով սա կարկում է եւ Ջեքսոնը վերջում համաձայնում է տալ ընդամենը $1 միլիոն։ Բայց Չենդլերին սա չէր բավականացնելու։ Կարճ ժամանակ հետո ինչ է տեղի ունենում։ Չենդլերը լինելով ատամնաբույժ, որոշում է հեռացնել իր երեխայի ատամը։ Եվ այս վիրահատական միջամտությունը անելու ժամանակ նա դեղամիջոց է տալիս երեխային, որը ցավազրկող էր, բայց միևնույն ժամանակ ասում էին այդ ժամանակ կարծես ճշմարտության շիճուկ լինի, որովհետև մի քիչ հիպնոզացնում, մի քիչ անզգայացնում է մարդկանց եւ մարդիկ սկսում են ասել այն, ինչը նրանց մտքին կա այդ պահին։ Ու իբրև թե այս միջամտության ժամանակ երեխան լինելով դեղամիջոցի ազդեցության տակ պատասխանում է հոր հարցին, թե արդյոք Ջեքսոնը երբևէ փորձել է սեռական ոտնձգություն իրականացնել նրա նկատմամբ, եւ տղան պատմել է, որ դա իսկապես եղել է։ Ընտանիքը գնում է ոստիկանություն, բարձրանում է հսկայական աղմուկ։ Էվան Չենդլերը, այսինքն Ջորդանի հայրը, ոստիկանությանը եւ դատարանին տալիս է Մայքլ Ջեքսոնի սեռական օրգանների մանրամասն նկարագրությունը, որը իբրև թե նրա խոսքերով իր որդին էր այդ նկարագրությունը նրան տվել։ Երբ վկաները եւ դատավորը անցկացնում են դատաբժշկական հետաքննություն ու նայում են ապացույցներին, պարզվում է, որ նկարագրություններին որոշ մասով համընկնում է Ջեքսոնի կենսաբանական նկարագիրը։ Այսինքն որոշակի համընկնումներ լինում են այս նկարագրության մեջ։ Երկրորդ, Ջեքսոնը ինչ-որ этаպից սկսած որոշում է շարունակել դատական process-ը եւ ուղղակի համաձայնում է $23 միլիոն վճարել Էվան Չենդլերին, որպեսզի գործը փակվի։ Եվ այստեղ ամենակարևոր կասկածն է առաջանում մարդկանց մեջ, եթե Ջեքսոնը մեղավոր չէր, ինչի համար է նա որոշում վճարել այդ ահռելի գումարը, եթե այստեղ հարցը նաև նրա հեղինակությանն էր վերաբերում եւ շարունակելով դատական process-ը նա կարող էր նաև մաքրել իր անունն ու հեղինակությունը, նշանակում է Ջեքսոնը թաքցնելու կամ վախենալու ինչ-որ բան ուներ։ Հիմա նայենք պատմության հակառակ կողմին։ Նախ եւ առաջ շատ բժիշկներ եւ մասնագետներ խոսեցին այն մասին, որ դեղամիջոցը, որի ազդեցության տակ եղել է երեխան, ոչ միայն, այսպես ասած, ճշմարտության շիճուկ է, այլ որոշ մարդկանց վրա կարող է ունենալ էքստրա ազդեցություն եւ մարդիկ կարող են հիշել այնպիսի բաներ, որոնք իրականում իրենց հետ տեղի չեն ունեցել։ Դա մեկ։
Երկրորդ, հետագայում բացահայտվում է մի ձայնագրություն, որտեղ Էվան Չենդլերը զրուցելով իր ծանոթներից մեկի հետ խոսում է այն մասին, որ ինքը շուտով ոչնչացնելու է Ջեքսոնի հեղինակությունը եւ կարիերան, ինչն էլ փաստորեն նա անում է եւ ստացվում է, որ Չենդլերը որոշակի միտում եւ որոշակի նեգատիվ վերաբերմունք ուներ ի սկզբանե Ջեքսոնի անձի նկատմամբ ու շատերը կարծում են, որ դա հենց առաջանում է այն բանից հետո, երբ Ջեքսոնը չի համաձայնում հովանավորել նրա ստեղծագործության էկրանավորումը։ Երրորդ, ոչ մի բավականաչափ ապացույցներ ոչ դատարանը եւ ոչ էլ ոստիկանությունը այդպես էլ չի ունենում եւ ամենավերջում դատարանը հռչակում է Ջեքսոնին անմեղ բոլոր 14 կետերով։ Ջրի երես դուրս են գալիս եւս մի քանի երեխաների պատմություններ ու նրանց ծնողների մեղադրանքները։ Ջրի երես են դուրս գալիս Ջեքսոնի Neverland-ի աշխատակիցների վկայությունները։ Որոշ թիկնապահներ, աշխատակիցներ խոսում են այն մասին, որ նկատել էին, որ Ջեքսոնը ոչ առողջ մոտեցում ունի երեխաների նկատմամբ եւ նույնիսկ նկատել են որոշակի սեռական ոտնձգություններ երեխաների հանդեպ, բարձրապես վախեցել են ժամանակին դրա մասին բարձրաձայնել։ Իսկ ամենաաղմկոտ պատմություններից մեկը լինում է այն, որ մեղադրանք է բարձրաձայնվում, որ Մայքլ Ջեքսոնը սեռական ոտնձգություններ իրականացրել է անգամ Մակլեյ Կալկինի նկատմամբ, որը այդ տարիներին արդեն հայտնի էր, որովհետև նկարահանվել էր սուպեր հայտնի Տանը մենակ Home Alone ֆիլմում եւ սուպերստար էր այդ տարիներին արդեն ու նույնիսկ ասում են, որ այդ երեխան բառի բուն իմաստով սեռական գերության մեջ էր գտնվում Մայքլ Ջեքսոնի Neverland-ում ու առանձնատանը։ Բայց 2005 թվականին նույնիսկ կա ձայնագրություն, թե ինչպես է Կալկինը վկայություն տալիս դատարանում եւ հստակ ասում, որ ոչ մի նման դեպք չի եղել իր հետ եւ երբևէ Ջեքսոնը իր նկատմամբ սեռական բռնություն չի կիրառել ու երբևէ անընդունելի քայլեր իրեն թույլ չի տվել ու նույնիսկ հարցին երբ նրան ասել են որ դու քնած ես եղել գուցե ոչինչ չիմանայր չնկատեիր Կալկին ուղղակի շատ կոշտ եւ չոր պատասխանում է որ երևի թե եթե իմ նկատմամբ որևէ բան արած լինեին ես կնկատեի գրեք կոմենտերում դուք ինչ եք մտածում իսկապես Ջեքսոնը մեղավոր էր եւ վտանգ էր երեխաների համար թե դուք կարծում եք որ Ջեքսոնին ուղղակի վարկաբեկում էին ու փորձում էին հեռացնել ում էր պետք որ Ջեքսոնը այլևս չլիներ Իսկ դուք գիտեք ինչու են ամերիկյան ֆիլմերում մարդիկ գնում հենց Լաս Վեգաս ամուսնանալու, սա հոլիվուդյան միֆ չէ, սա իրականություն է։ Լաս Վեգասում մարդիկ կարողանում են շատ արագ ամուսնանալ ու շատ արագ ստանալ ամուսնության վկայական, իսկ Լոս Անջելեսում օրինակ ստիպված են լինում նախապես գրանցվել ու սպասել իրենց հերթին։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա արդեն Լոսում էլ կարող եք արագ ամուսնանալ ու արագ ստանալ ձեր ամուսնության վկայականը։ Կարող եք ամուսնության արարողությունը կազմակերպել համապատասխան գրասենյակում կամ խնդրել, որ գան ձեզ ամուսնացնեն ձեզ հարմար տեղում։ Տխուր բաներից չխոսենք, բայց արագ բաժանության process-ել են կազմակերպում։ Մի խոսքով, ամուսնանալիս կամ բաժանվելիս դիմեք Y&N Document Assist ընկերության։ Ես ուզում եմ մեր հայերիս համար մի կարևոր դրվագի մասին խոսել։ Հենց այս վիդեոյի ուշադիր նայեք։ You are Armenians? Այս կարճ արտահայտությունը ֆիքսեցիք, Ջեքսոնը ասում է. մենք հայ ենք։ Այս վիդեոն տարածվեց համացանցում ու դրանից հետո սկսվեցին ակտիվ խոսակցություններ այն մասին, որ Փոփ արքան ունի հայկական արմատներ, Փոփ արքան խոսում է Հայաստանի մասին։ Հիմա հասկանանք ի վերջո ինչ էր կատարվել։ 2002 թվականն էր։ Ջեքսոնը բարձրանում է բեմ եւ ստանում է միլենիումի հազարամյակի սուպեր աստղի լավագույն արտիստի մրցանակը։ Եվ սա մի շրջան էր, երբ աշխարհը վախի մեջ էր ապրում, հատկապես սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո։ Եվ Ջեքսոնը շատ հուզիչ ու տպավորիչ խոսք է ասում այն մասին, թե ինչքան տարբեր ենք մենք բոլորս մեր ազգություններով, ինչքան բարդ ենք, բայց միևնույն ժամանակ ինչքան պարզ ենք։ Եվ նրա խոսքը լինում է ըստ էության կոչ համախմբման եւ միասնականացման։ Բայց այս խոսքի ժամանակ նա սկսում է թվել տարբեր ազգություններ։ Նա ասում է. մենք գերմանացի ենք,
Իսկ հետո ասում է հայերիս համար ուղղակի հիասքանչ արտահայտությունը. մենք հայ ենք։ Ու դրանից հետո սկսում է թվել նաև այլ ազգություններ։ Բայց ինչն էր իսկապես հետաքրքիր, որ Ջեքսոնը դասավորելով ազգությունները Հայաստանը փաստացի առաջինն էր նշել։ Այո, նա նշել էր սկզբում Գերմանիան, բայց նշել էր, որովհետև Գերմանիան հենց հյուրընկալող երկիրն էր ու բնականաբար էտիկետից ելնելով նա պետք է հենց սկսեր Գերմանիայից, բայց Գերմանիայից հետո Ջեքսոնը տալիս է տարօրինակորեն հենց Հայաստանի անունը ու հայերի անունը։ Ինչու օրինակ Հայաստանը լինելով փոքր երկիր չի հայտնվում ցանկի մեջ 8-րդ տեղում, 10-րդ տեղում, այլ լինում է փաստացի առաջինը։ Այստեղ տարբեր վարկածներ կան։ Մի մասը ասում է, որ Ջեքսոնը փոքր տարիքում ունեցել է արմատներով հայ դայակ, մյուսները ասում են, որ նա ունեցել է հայ ազգի թիկնապահ, մյուսները ասում են, որ նա վարորդ է ունեցել հայ ազգի, ու դրա համար Հայաստանը ու հայ ազգը նրան շատ ճանաչելի են եղել։ Իրականում մանրամասները կարևոր չեն, հաճելի փաստ է եւ մեզ ուրախացնող։ Իսկ հիմա վերադառնանք այս պատմության ու այս վիդեոյի ամենասպասված ու միստիկ հատվածին։ Ուշադրություն էկրանին, զինվեք ուշադրությամբ, որովհետև հիմա շատ հետաքրքիր է լինելու։ 2009 թվական հունիսի 24 Լոս Անջելեսի Staples թատրոնում Մայքլ Ջեքսոնը փորձերի էր։ Փորձում էր իր հայտնի Earth Song-ը։ Ջեքսոնը վերադառնում է տուն, որտեղ նրան սպասում է իր անձնական բժիշկը։ Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ Ջեքսոնը չէր կարողանում նորմալ քնել գիշերը ու դրա համար սովորաբար խնդրում էր իր բժշկին, որ իրեն քնաբեր տա։ Եվ այդ օրը նույնպես Ջեքսոնը խնդրում է իր բժշկին, որպեսզի իրեն տա դեղամիջոց։ Դեղամիջոցի անունը չեմ նշում YouTube-ով, բայց սա դեղամիջոց էր, որը սովորաբար արգելված էր ընդունել տան պայմաններում, այսինքն, եթե որևէ մեկին ներարկում էին այս դեղամիջոցը, ապա դա պետք է արվեր հիվանդանոցային պայմաններում։ Հետագայում Ջեքսոնի բժիշկը հիշում է Ջեքսոնի հետ ունեցած վերջին խոսակցությունը, երբ որ նա ասում է բժշկին. «Կաթ, ես խնդրում եմ, ուզում եմ, որ ինձ տաս կաթ, միայն դա է ինձ հանգստացնում», ու լրագրողը երբ զարմանում է հարցնում է կաթ, բժիշկը բացատրում է, որ Ջեքսոնը կաթ էր ասում այդ դեղամիջոցին, որովհետև կաթի նման, ինչպես կաթն է երեխային հանգստացնում եւ թույլ տալիս քնել գիշերը, այնպես էլ այդ դեղամիջոցը միակ տարբերակն էր Ջեքսոնի համար մոռացության մեջ մտնելու եւ հանգիստ քուն առնելու։ Եվ այդպես առավոտյան հենց անձնական բժիշկը Ջեքսոնի նրան գտնում է իր սեփական սենյակում անշունչ վիճակում։ Իհարկե հետաքրքիր մի փաստ, որ այս իրադարձությունից հետո Ջեքսոնի անձնական բժիշկը եւս պատասխանատվության է ենթարկվում, որովհետեւ նա խախտել էր բժշկական էթիկան եւ տան պայմաններում ներարկել էր դեղամիջոց, ինչը թույլատրված չէր անել։ Մի քանի օր հետո տարածվում է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է շտաբօգնության մեքենան դուրս գալիս կայանատեղից։ Հետո հանկարծակի կանգնում է, հետևի դուռը բացվում է եւ հետևի դռնից դուրս է գալիս մի տղամարդ, որը իհարկե դեմքը հստակ չի երևում, բայց իր շարժու ձևով եւ ֆիզիկական կառուցվածքով չափազանց նման է Մայքլ Ջեքսոնին, եւ այդտեղ պայթում է ռումբը, մամուլը եւ ֆաները բարձրաձայնում են. Ջեքսոնը իրականում չի մահացել։ Սա ուղղակի սարքած բեմադրված խաղ է։ Իհարկե որոշ ժամանակ հետո գերմանական հեռուստաալիքներից մեկում խոստովանություն է հնչում, որ այս տեսագրությունը կեղծված էր եւ սա արված էր միայն նրա համար, որպեսզի ցույց տային, թե մեր օրերում ինչքան հնարավոր է խաբել մարդկանց եւ ստիպել հավատալ այս կամ այն իրադարձությանը, բայց խայծը արդեն գծված էր եւ ֆանատները ամբողջ աշխարհով ու նաեւ կոնսպիրոլոգները ու նաեւ մամուլի մի մասը սկսում են հավատալ, որ իսկապես Ջեքսոնը ողջ է եւ սա ընդամենը սարքած է։ Ջեքսոնը ուտակել էր հսկայական պարտքեր։ Նա ամսական ուտակում էր 30 միլիոն պարտք, այսինքն ամեն ամիս նրա պարտքին ավելանում էր 30 միլիոն դոլար։ Դուք պատկերացնում եք ինչ թվերի մասին է խոսքը։ Ջեքսոնի մահից հետո նրա կատալոգների, երգերի, վաճառքները, հեռարձակումը եւ առհասարակ նրա անձի հանդեպ հետաքրքրությունը այնքան է բազմապատկվում, որ եթե մահի դրությամբ նա ուներ 500 միլիոն դոլարի պարտք, ապա մահից հետո նրա ունեցվածքը աճում է մինչև 3.5 միլիարդ դոլարի։ Սա ամենամեծ
ունեցվածքն է, որ երբևէ ունեցել է մարդ, ով հայտնվել է Forbes-ի ցուցակում, անկախ նրանից ողջ է, թե մահացած։ Սա իսկապես ֆենոմենալ թվեր էին։ Եվ շատերի կարծիքով սա այս բեմադրված մահը Ջեքսոնի կողմից նրա համար էր արված, որպեսզի կարողանար փրկել իր ֆինանսական դրությունը։ Իսկ հիմա եկեք անցնենք ամենահետաքրքիր մասին։ Արդյոք կան ապացույցներ, որ իսկապես Ջեքսոնը կենդանի է, որովհետև ամեն դեպքում մարդը ասեղ չէ, նա չի կարող ուղղակի անհետանալ եւ կորել երկրագնդի երեսից, մանավանդ եթե մենք խոսում ենք Ջեքսոնի նման հայտնի կերպարի մասին։ Առաջին հետաքրքիր վիդեոն, որը որ տարածվում է կոնսպիրոլոգների շրջանում, հենց այս վիդեոն է նրա թաղման արարողությունից։ Այս շիկահեր կնոջը ուշադրություն դարձրեք։ Մարդիկ մանրամասն դնում են իրար կողք այս շիկահեր կնոջ նկարը եւ Ջեքսոնի նկարը։ Նրա կզակը, նրա քթի կառուցվածքը, նրա նույնիսկ այտերի վրայի կնճիռները, նույնիսկ ձեռքերի մատների ձևը մեկին մեկ Մայքլ Ջեքսոնինն էին։ Երկրորդ տարօրինակությունը կան լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Ջեքսոնի քույրը ամբոխի մեջ կանգնած, շատ տարօրինակ հայացքով նայում հենց այդ շիկահեր աղջկան։ Տպավորություն էր, որ քույրը պարզապես շոկի մեջ նայում է իր եղբորը, որը եկել էր սեփական թաղման արարողությանը։ Երրորդ, այն մարդը, ում հետ եկել էր այս շիկահեր կինը թաղման արարողության, եւ որի ձեռքը բռնած էր ամբողջ արարողության ժամանակ, իրականում պարզվում է, որ Ջեքսոնի թիկնապահն է եղել։ Եվ վերջին հետաքրքիր նյուանսը։ Կոնսպիրոլոգները նկատում են, որ թաղման արարողության եւ ելույթների ժամանակ Ջեքսոնի աղջիկը անընդհատ շարժում է իր ականջը, ձեռք է տալիս, փորձում է ինչ-որ մի բան ուղղել եւ էլի կոնսպիրոլոգները ասում են, որ պարզապես Ջեքսոնի աղջկա ականջին ականջակալ է հագցրած եղել, որտեղ կոնկրետ հրամաններ տվել է նրա հայրը։ Եվ նաև հետագայում արդեն հարցազրույցներից մեկի ժամանակ նրա աղջիկը ասում է, որ իր հայրը չի մահացել, այլ նրան վերացրել են ճանապարհից։ Հետաքրքիր եւս մի բան կա։ Պահպանված կան ֆոտոներ, որտեղ իրական Մայքլ Ջեքսոնն է, կանացի կեղծամով, գլխարկով եւ կանացի դիմահարդարմամբ։ Ես արդեն ասացի, որ Ջեքսոնը իր կյանքի ընթացքում շատ հաճախ էր կերպարանա փոխվում, որպեսզի կարողանա հանգիստ դուրս գալ հանրության մեջ եւ այցելել տարբեր վայրեր։ Եվ կոնսպիրոլոգները ու ֆաները վերցնում են այդ կնոջ կեղծ կերպարը, որը ստեղծել էր Մայքլ Ջեքսոնը, եւ դնում են այս շիկահեր կնոջ նկարի կողքին, ու նմանությունը կներեք ինձ, բայց իսկապես մեկին մեկ է։ Հիմա հաջորդ ցնցող վիդեոն։ Ջեքսոնի մահից հետո Լարի Քինգի հայտնի լրագրող Լարի Քինգի եթերում հայտնվում է այս տղամարդը, որին բոլորը գիտեն Դեյվ անունով։ Ով էր այս տղամարդը։ Իրականում մի փոքրիկ տղա է լինում, ում հայրը լինում է պարզապես աննորմալ եւ կոնֆլիկտ ունենալով իր կնոջ հետ, այսինքն երեխայի մոր հետ, նա ուղղակի իր երեխային վերցնում, տանում է հյուրանոց եւ հյուրանոցային համարում կազմակերպում է հրդեհ ու երեխան շատ ծանր այրվածքներ է ստանում։ Այդպիսով նա փորձում է վրեժ լուծել իր կնոջից։ Եվ այս աննորմալի արածի արդյունքը լինում է լուրջ այրվածքներով երեխան, որին ինչ-որ ժամանակ Մայքլ Ջեքսոնը օգնում է, որպեսզի նա կարողանա բուժում ստանալ պատշաճ։ Հիմա դուք տեսնում եք այս կադրերում Դեյվին, արդեն հասուն տարիքում։ Ինչ վարկած էր կանգնած այս ամենի հետևում։ Ասում են, որ քանի որ Ջեքսոնը եղել է շատ մտերիմ Դեյվի հետ, եւ նրա արտաքին տեսքը հնարավորություն է տվել, այսպես ասած, թաքցնել իրական դեմքը, Ջեքսոնը մահից հետո ուղղակի վերափոխվել եւ մտել է Դեյվի կերպարի մեջ, իսկ Դեյվը իրական ինչ որտեղ անհետացել է այս դեպքերից հետո։ Իրականում մի քանի տարի հետո Դեյվը մահանում է հիվանդանոցում սովորական թոքաբորբից ու այդպես էլ որևէ մեկը հնարավորություն չի ունենում նրան ուղիղ տալ այդ հարցը, արդյոք նա Մայքլ Ջեքսոնն է, թե ոչ։ Նմանությունը ակնհայտ է, հետևությունները յուրաքանչյուրը ինքը կարող է անել, որովհետև իհարկե ինչքան էլ որ նմանությունները շատ են, բայց իսկական ցնորք է հնչում այն, որ Ջեքսոնը կենդանի է։
Իհարկե չմոռանանք նաև, որ մինչև այսօր համացանցում հայտնվում են ֆոտոներ, վիդեոներ, որտեղ տարբեր մարդիկ Դուբայում, Փարիզում, Անգլիայում ամեն տեղ տեսնում են տղամարդու, որը ակնհայտ Մայքլ Ջեքսոնին է նման եւ զարմանալիորեն, երբ փորձում են նրան ֆոտո անել, վիդեո անել, մոտենալ, այս տղամարդը խուսափում է տեսախցիկներից։ Բայց եկեք խոսենք փաստերով։ Մենք այստեղ սիրում ենք կոնսպիրոլոգիաներ, բայց նաև վերջում սիրում ենք վերադառնալ հին ու բարի փաստերին։ Հստակ փաստեր, հստակ ապացույցներ, որ Մայքլ Ջեքսոնը ողջ է, իհարկե չկա։ Միակ խելքը գլխին, ոչ ցնորական ժանրից հիմնավորումը, որ կարող է կասկածներ առաջացնել, դա այն է, որ փոփ-արքայի թաղման ժամանակ դագաղը այդպես էլ փակ է եղել, այսինքն փաստացի ոչ մեկ նրա մարմինը այդպես էլ չի տեսել։ Ու մինչև այսօր էլ ու կարծում եմ ընդմիշտ օդում կախված է մնալու երկու հարց Ջեքսոնի հետ կապված։ Հարց առաջին, արդյոք Ջեքսոնը մեղավոր է եղել իսկապես եւ հանճար, միանշանակ երաշտական հանճար լինելով եղել է նաեւ իսկական հրեշ, թե սա ուղղակի վարկաբեկման մի տարբերակ է եղել, որովհետև Ջեքսոնի հեղինակությունը չափազանց արդեն մեծացել էր եւ անվերահսկելի էր դարձել, եւ երկրորդը, արդյոք իսկապես Ջեքսոնը մահացավ, թե նա շարունակեց ապրել, ուղղակի բոլորիս աչքից հեռու, մեր կողքին, բայց արդեն այլ կերպարի մեջ։ Ու գիտեք, երևի թե այս կասկածները լավ է որ կան, որովհետև կան մարդիկ, ովքեր մահանում են եւ իրենց պատմությունը ավարտվում է։ Կան մարդիկ, ովքեր մահանում են, բայց նրանց պատմությունը դեռ նոր է սկսվում։ Եվ Ջեքսոնը հենց այդպիսին է, որովհետև կան աշխարհում բազմաթիվ երգիչներ, կան արվեստագետներ, բոլոր սերունդները ունեցել են իրենց հանճարեղ փոփ աստղերին, ռոք աստղերին, բայց միշտ եղել է, կա ու կարծում եմ միշտ էլ կմնա միայն մեկ Մայքլ Ջեքսոն։ Ես հուսով եմ, որ այս վիդեոն ձեզ համար հետաքրքիր էր, ես մեծ սիրով եմ այն պատրաստել, ինձ համար սա չափազանց հետաքրքիր թեմա էր, որովհետև ես ինքս Ջեքսոնի մեծ երկրպագու ու սիրահար եմ։ Անպայման խնդրում եմ գրեք կոմենտներում, արդյոք դուք հասցրել եք արդեն նայել Մայքլը Ջեքսոնի մասին ֆիլմը, որը հիմա ուղղակի հիթ է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, Ամերիկայում, եւ գրեք ձեր կարծիքը, ինչ եք դուք մտածում, Ջեքսոնը իսկապես հրեշ էր, թե իսկական հանճար, դուք կարծում եք, որ Ջեքսոնը ողջ է, թե մահացել է։ Ես խնդրում եմ նաև ձեզ, որպեսզի օգնեք ինձ նոր վիդեոներ, նոր ֆորմատներ նկարահանել իմ YouTube-ի ալիքի համար, իսկ դրա համար արեք երկու բան։ Նախ, եթե կարող եք ամսական փոքրիկ գումարով միացեք իմ Patreon-ին եւ դարձեք իմ YouTube-ի ալիքի հովանավորը ամսական փոքրիկ գումարով։ Եթե ուզում եք դա անել, ուղղակի սկանավորեք, հենց հիմա ստոպ տվեք վիդեոն, սկանավորեք հեռախոսով այս QR կոդը, բացեք տեսախցիկը, սկանավորեք QR կոդը, միացեք, կամ էլ ուղղակի նկարագրության մեջ գտեք Patreon-ի լինկը եւ այդպես միացեք։ Եվ երկրորդ, լայքեք այս վիդեոն, կոմենտ թողեք անպայման եւ տարածեք ձեր սոցհարթակներում, Facebook-ում, Instagram-ում, շատ օգնած կլինեք ինձ։